Stop. Ամարաս, այս սովորական, ավանդական համերգ չի, որ անպայման ձեզանով պետք է սկսվի։ Շնորհակալություն ազատեք։ Շնորհակալություն Առաջին ալիքի եթերում Արամ Խաչատրյան համերգասրահից մենք ձեզ ասում ենք։ Անցյալ տարի, հունվարի 1-ին, նույն այս օրը, առաջին ալիքի եթերում դուրս եկավ մի հումորային ակումբ, որը նպատակ ուներ հայկական շոու բիզնես մտցնել նոր որակի հումոր։ Ընդամենը 1 տարի առաջ տակավին երիտասարդ 2 հաղորդավարներ դուրս գալով եթեր ասացին մի բան, որը մեծ սիրով այս պահին ուզում ենք կրկնել։ Բարի երեկո, բարի գալուստ 32 ակումբ։ Եվ ամեն անգամ այս ողջունից հետո միշտ հետևում էր այդ ամենի ներկա բացակա կոչվածը, որը ամենավտանգավորն էր նրանց համար, ովքեր մեր ակումբում գտնվում էին առաջին շարքերում։ Ես այսօր չեմ պատկերացնում այդ ամեն ինչը ոնց պետք է անցկացվի։ Ներկա բացական ինչպես օրինակ սկսենք։ Սկսենք, կարող ենք վերջից էլ, կարող ենք սկզբից էլ, բայց վերջից սկսենք։ Վերջից, ուրեմն, Խաչիկ Հովանիսյան, Հայ Էլեկտրոյում ավագ ինժեներ, ամուսնացած ունի 2 երեխա, ձեր Այ Խաչիկյան, լսել ենք, որ դուք օրինակ Բաքվում շատ լավ նարդ եք խաղում։ Խաչիկ, նովա։ Չգիտեմ ով է։ Ով է ճանաչում այդ մարդուն, որ դու ներկա ճանաչեն։ Չէ, տենց հիմա ամեն մեկին պետք է ներկայացնենք, հետո անպայման ոնց Բաքվում։ Չէ, ներկա բացական երևի չանենք այսօր։ Վայեր։ Չգիտեմ, ավելի լավ այսօր ավսենց շփվենք միասին ու անցնենք առաջ։ Թեման, ինչից խոսենք, ներկա բացակա չկա։ Ներկա բացական գիտես ոնց անենք։ Օրինակ մի տարի, ամբողջ մի տարին, դա արդեն շատ քիչ է մնացել, էլի 2007-ին, արի ամբողջ իրադարձությունները ներկա բացական ենք։ Եվրոտեսիլ։ Վայ, դա շատ կարևոր։ Ես խնդրում եմ այս պահին բոլորս միասին պատրաստվենք, էլի ընդամենը 1-2 օր առաջ ունեցանք մի շատ կարևոր հաղթանակ։ Խոսքը մանկական Եվրոտեսիլի մասին է, Արևիկ մանկական համույթը մեզ բերեց երկրորդ պատվավոր տեղը, դա հաղթանակ է մեզ բոլորիս համար։ Մեր ոտնկայք ծափարենք, էլի եթե հնարավոր է, եթե դժվար չէ։ Շնորհակալություն։ Թող այդպիսի հաղթանակներ լինեն։ Դե իհարկե պասիվ չեղավ Հայաստանը կապված Եվրոտեսիլի հետ, մեծերի առումով մասնակցեցին այնտեղ Անդրեն եւ Հայկոն 2 տարի անունդ մեջ 2 տարի անունդ մեջ 8-րդ տեղը գրավեցին այդ իսկ պատճառով եկեք ոտնկայս եւս մեկ անգամ ծափարենք էլի Արևիկին երկրորդ տեղը var մեկը Գեորգի Կարպետ Շնորհակալություն այսպես հաղթանակներով դա աստված բալկոնում գիտես ինչ տրամադրությունն է հիմա ինչ նա ես հիմա հազիվ եմ տեսնում իրանց գիտեք հայրը բալկոնից նայում է 2 դեպքում առաջինը երբ որ բակում թաղում է կամ հարսանիք հիմա լույսերը բալկոն ոնց է բալկոնում կարակտերից բանը լարկցեք լվացք փռեք իմիջիալը կամ բաղ չհաշվին մի քիչ էլ գնաք են կողմ Չէ, շատ ոնց է տրամադրությունը վերևը շատ լավ է, շատ ամենաբարձրում շատ լավ է մեջտեղում պետք է որ ցենտր լինի իսկ կենտրոնում
Մաքուր կենտրոն։ Ամեն ինչ նորմալ է, հրաշալի տրամադրություն ունի այսօր մեր հանդիսատեսը, մենք կարող ենք սկսել։ Սկսենք ուրեմն միանգամից բեմ հրավիրենք այն մարդկանց, որոնք 1 տարի անցավ, բայց իրանք տենց էլ մնացին անդաստիարակ։ Ծափարությունները գնացին բեմ հարթակում են կոմիքսները։ Տիկո, Վաչե Արադու։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, շատ ուրախ ենք ձեզ ողջունելու մեզ մոտ։ Ձեզ ողջունում են կոմիքսները։ Ավելի ուրախ ենք, որ տեսնում ենք ու գտնվում եք մեր տոնական համերգին։ Եվ ասենք, որ այսօրվա մեր կոմիքսները լինելու են միմիայն տոնական եւ նորություններ։ Եվ այսպես։ Այսպես, առաջին կոմիքսը մեծահարուստները։ Ախպերս բարյոց, ոնց ես ախպեր։ Ախպեր ինչ լավ ա, որ մենք սենց հարուստ ենք ընկել, են օրը գնացել եմ ավտոշուկա, 20 հատ են բրաբուզ ящикներից եկալա։ Ալա խի 20 հատ ախպեր։ Ախպեր տները փոխում ենք ящикա, էլի բանման կլցենք մեջը։ Ապա ես եմ ամայն որոշել եմ նոր տարում բոշկա BM նվիրեմ, ապա։ Բոշկա BMW, Հա, որ քշի մշի։ Ալա չեմ որ այդ բոշկի մեջ թթու դնի։ Ախպերս ես է գնացել եմ, երեխուս համար մի կոնտեյներ Lego Mego եմ առել։ Խե։ Ես եմ։ Ապա ես էլ երեխուս համար մի ֆուր պիկնիկ եմ առել։ Խեմի ֆորվոլ 1000 դրամ էր պակասը, որ երկուսը առնեի։ Ախպերս, ես դու քեզ չես հետևում, հա աշկիս։ Խի։ Տնից դուրս ես եկե յարմարկետ բաց ա մնացել։ Վայ, աղա։ Հաջորդ կոմիքսը Ամանորյա Հայլուր։ Բարև ձեզ, եթերում Ամանորյա Հայլուրն է, եւ մենք ունենք հատուկ ռեպորտաժ հեռավոր 9-րդ մասիվից, որտեղ մեր թղթակիցը մեր հետ հեռախոսակապով ուղիղ միացել է։ Բարև ձեզ Լիլիթ։ Բարև Արտակ։ Լիլիթ, ինչպես է արդեն, սկսել են արդյոք մասիվցիները տոնախմբությունը։ Գիտես ինչ Արտակ, այստեղ իհարկե պատրաստում են տոնախմբությանը, բայց այն կսկսվի 3 ժամ ուշ, քանի որ 9-րդ մասիվը ժամային գոտիով 3 ժամ հետ է Արտակ։ Լիլիթ, իսկ ունեն հետաքրքիր ավանդույթներ։ Իհարկե Արտակ ունեն, իհարկե, բոլոր բակի բնակիչները տարեմուտից առաջ վառում են իրենց հին ապրանքները։ Այսօր նրանք այրեցին իրենց հին շորերը, կենցաղային ապրանքները, Լևոն Շատի հին աստվածները, Լուսի Քոշյանի հին պլաստինկաները։ Մի խոսքով, ուշագրավն է, որ նրանք այսօր նաև այրեցին Լեոնարդո դա Վինչի եւ Ռեմբրանտի հին կտավները, ակնկալելով, որ նոր տարում կստանան նորը։ Արտակ։ Շնորհակալություն Լիլիթ, շնորհակալություն, ինչևէ մենք մեր ողջ անձնակազմի կողմից ուզում ենք շնորհավորել 9-րդ մասիվցիներին գալիք 2005 թվականի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Հաջորդ կարևոր իրադարձությունը դա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է։ Եվ այսպես եկեք տեղափոխվենք Թուրքիա, որտեղ անց է կացվում այդ հանդիպումը։ Selam. Kanser filmi ülkeler futbolası sarılmaz Ermenistan Ermeni Baki Sürlere Berizovski şerefsiz şes Bilme sarılar nürmelere silirme Allah salır Barriere cosireli barriere meze sete suren magda sarjana Jeva iste sanotaske primeri Շնորհակալություն։ Պատասխան հանդիպումը Հայաստանում։ Կրկին ձեզ հետ է Սուրեն Բաղդասարյանը եւ այսպես պատասխան հանդիպումը ծանոթացնեմ թիմերի կազմը։ Համար առաջին Հական Շուկուր, համար 2 Հասան Շաշ։ Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, ձեզ է ստուդիայում Սլավա Սարգսյանն է։ Ներկայացնեմ թիմերի կարգը։
Շնորհակալություն եւ երրորդ իրադարձությունը դե բոլորս գիտենք արխիվում նախագահական ընտրություններն են բոլոր տեխնացուները զբաղված են իրանց PR-ով մարկա PR չի անում շոու է անում իսկ մենք առաջարկում ենք մեր տեխնացուին խնդրեմ Բարի երեկո Հանրապետության հրապարակում դիմավորեք ձեր ամենասիրած նախագահի տեխնացու Տիգրան Կարապետիչ Տիգրան Կարապետիչ Բարի երեկո Չեմ տեսնում ձեր բուկլետները Արգելիս Ժողովուրդը Կարապետիչինն է Կարապետիչը ժողովրդին է Ավարտվեցին կոմիքսները ձեզդեր Տիգրանը Արմուշը և Եվաչե Հիմա մեծ լյով եմ կրավիրեմ մի մարդու, որը անցյալ եթերաշրջանում երկու աստղի հաղթեց Հանդիսատես, շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ Համարը, որ ուզում եմ ներկայացնել, բեմ կկանչեմ Արմուշին Բարև Համարը կոչվում է տաքսիում Բարի օրապեր Բարի օրապեր Ազատ ես Ազատ եմ Գնանք հրապարակ էլի Գնանք Էսի կյանք չէ ապեր Ես մի ամիս է եկել Գերմանիայի მე ընկեր Ես եք հավորս ախարգի ապեր Ախպեր յոլա գնամ իչև դենակ ինչ ենք անում ապեր Ես չեմ թող երեխեք ստեղ մեծանար ապեր Հասանք ապեր Ինչ պետի տամ ախպեր 20,000 Ոնց 20,000 ախպեր Օպերայից հրապարակ են գնալ Եսի կյանք չի ախպեր Բայց մեզ ինչ ան Բայց չունեմ հետքան մոտս Ոնց ախպեր Այգեր Ես օր ու գիշեր աշխատում եմ ցավը տանը Ես պետք է գծի փող Արանդի փողը տան ախպեր Ես իմ փողն եմ ուզում ընկեր, քեզ այնց ապետ փող չեմ ուզում Ապետ տուր թեժը քշում եմ հետ ապեր Ոնց Բայց հետ ես քշում Կամաս քշ երեխեք են ասում Որ հետ եթան 40,000 ես ուզում Մսի կյանք չի ախպեր Բայց որ հետ էլ եթան չեմ կանատամ էդ փող Արագեր ջան Ցավը տանեմ զանգ ընկերները հետ զադի տնեցքին ախպեր Եսի կյանք չի ապեր Ապես զանգի ու ուզում է զանգի թող փողս բերեն ընկեր Զաղ քշեր աշխատում եմ Լավ Զանգում ընկերոջս Զանգի Ալո, գակ? Ալո, շտո Ախպեր 20,000 դրամ փող ապեր Ինչի մարընգեր էր Տաքսին օպերայից հրապարակ 20,000 աուզ է 20,000-ը պապսու որ ամուսնանա Ինչ ասեմ ախպեր Ախպեր եսի կյանք չի Լավլս ինչ եմ ասում Չունեմ Ոնց Հրապո
Մատադրավանիչ Ռոբեր Մի քանի կարճ հայտարարություններ այնուհետև կշարունակենք Եթե նոր տարվա բուդը ձեր աչքին երկու հատ է երևում, ուրեմն դուք ստրիպտիզ ակումբում եք Ամեն տարի ձմռանը բժիշկ տրավմատոլոգները մեծ շուքով նշում են Կարապի լճի սահադաշտի բացումը Երգիչ Մարատ Հայրապետյանին բռնացրել են փողոցի աֆիշի վրայից իր նկարը կտրելուց Հիասթափություն մանկապարտեզում Մանուկները կաստիլից ու արաղի հոտից ճանաչել են ձմեռ պապու շորերով մանկապարտեզի պահակին Ապարանցի տուրիստը պիզայի թեք աշտարակի մոտ նկարվելուց հետո ֆոտոշոպով աշտարակը դզել է տվել Ոսկի ատամ Զարա 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 դե ծապացում Երկեցինք համատեղ Ես դժվար է այս աշխարհը Կասեմ որն է ճանապարհը Ինչ էլ հանդիպի պիտի ուտես Մեղավոր եմ թե անմեղ Որ երկեցինք համատեղ Մեր այս երկը չեմ տեսնում ես թեժ տասնյակում Ախ ինչու է գետը աղմոկում չեմ հասկանում Ուղղակի երկեցի ես մի օր Իմ հիրանցած օրեր ու էլի շատ նոր երկեր Իմ կյանքում ես շատ եմ երազել Եվրատեսիլի մասնակցել Բայց դե մարդես մեկ էլ տեսար Ես ուղղակի հասկացա Երկետը միջն է դարձել փորացա Մի կես բերան ասեիր Գոնե մի սպասեիր դու ինձ Գուցե ուշ է հիմա ինչ որ բան փոխել Մոռանալ ամեն ինչ ու նորից սկսել Բայց իմանցած ուղին Այն ինչքան երկարի Վերջը լավ կլինի Ինքն իրեն թող մարի Սիրո հույսը վերջին J'ai l'amour, ma peur là, sous la peur tout pour attirer mes sous dans la chezou. Oh merde à loup, oh c'est la voix d'un silouane. Je t'aime à point, c'est maladroite dès le soir. Je t'aime l'amour, j'étais partie. Merci, parle français.
qu'est-ce que t'as, Jackie Getty? Parlez-moi de celle-là, nous n'est à Կար մարդ միջնադարում, որը գիտեր ամեն ինչ, գիտեր թե ինչ է լինելու հետո։ Մարդ, որը այն ժամանակ ասա թե ինչ է լինելու այսօր։ Վաչեր մեզ կտեղափոխի միջնադար։ Նաստրադամուս։ Բարև ձեզ։ Ես Նաստրադամուսն եմ։ Ես գիտեմ, թե ապագայում մեզ հետ ինչ է լինելու, ու հավատացեք, ինչ ասեմ ճիշտ է լինելու։ Հայ ազգ է լինելու, աշխարհով մեկ սփռված է լինելու, քարից հաց է սարքելու, հացից թզբեղ է սարքելու։ Նրանց մեջ տաղանդավոր մարդիկ են լինելու, Սայաթ Նովայ է լինելու, Աշուղ է լինելու, հետո էլ օբյեկտ է լինելու։ Արնո Բաբաջանյան է լինելու, մի հատ քանդակագործ է լինելու, նրա վրա շատ ուժեղ մուռ է պահած լինելու։ Արմեն Ջիգարխանյան է լինելու, տաղանդավոր դերասան է լինելու ու էտը տենց է լինելու։ Էմին Դավիդով է լինելու։ Լավ չի լինելու, լավ չի լինելու։ 1993 թվական է լինելու։ Մութա չեմ տենում, թե ինչ էր լինելու։ Բորշ ճաշատեսակ է լինելու, մյուս օրվանը ավելի համով է լինելու։ Վիագրա խումբ է լինելու։ Են մեջտեղի կյաժին շլավն է լինելու։ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքական է լինելու, խի է լինելու, խի է լինելու։ Սուրեն Բաղդասարյան է լինելու, դե հիմա ինչ արած տենց էլ է լինելու։ Դժբախտ երջանկություն հեռուստասերիալ է լինելու, ամբողջ աշխարհն է գրավելու, օսկարներ ու կաներ է շահելու։ Հա, ես էլ եմ մարդ, ես էլ իրավունք ունեմ սխալվելու։ Կոմիտաս փողոցի ասֆալտաշինություն է լինելու։ Ես է չգիտեմ, թե դրա վերջի է փա լինելու։ Հա, նախագահական ընտրություններ են լինելու։ Դե դուք արդեն բոլորդ էլ գիտեք, թե ով է լինելու։ Իրավիճակ, որը շատ հոգեհարազատ է, բայց ասում են, որ շուտով էլ չի լինի։ Խցանում Երևանում։ Ցավը տան է։ Ոնց ես ախպերես։ Հե լավն է մարալես։ Օրը կուկլա յանգերես թազա ես վեկալ է։ Բայց ուր դուց ես գեղեցկույն։ Գեղեցկության սրա է ծաղ։ Այլ կաշվից սալոնս նայ։ Լավն է, չէ։ Ես էլ եմ էժան ես առե, հա։ 2000 փող եմ տվել ապես ավտո։ Օրը ոնց ախպեր։ Ապե դասին մեջը մարդը մահացե ինչ արե։ Հենե գիտես ոնց եմ իմանում, ոնց որ նստեմ ավտոն, ասում եք տենամ հայլու վրա սենց սպիտակ պրոստին ա կցած, ժամն ա կայնը սրած, ես հետևիսի ձելնիկին մի հատ աղջիկ բաստուրմ ա կտրպում։ Լավ է խոշում, դուր բանկաշները, կույնը, շատ ճաշակով ավտո, ապե շատ ճաշակով ավտո։ Արես կարող է ավարի աղետ։ Հալ ախպեր ես կարող է դոլարի կուրսից այս պրոբկեքը։
Տղեկ ջան, ճամփատվեք, պետք է շանը ստանեմ անասնաբուժի մոդելի մեղքա 20 հատկի, տղեկ ջան, ճամփատվեք եթամ։ Տղեկ ճամփատ Վայ Դին։ հորս արև։ դին։ Ով ա վերջա։ Մենք ենք ախպեր։ Պատասխանում արա քշեք արատի։ Ես հասկացա ինչից է։ Իմ կարծիքով այս խցանումը նրանից է, որ պրոբկա է խցանում, հա, դրա համար տես պրոբկա է։ Մի րոպե ես հիմա կճշտեմ։ Տուկ տուկ տուկ։ Բարև ձեզ քյարթեր։ Բարև այդ կրթություն։ Կրթություն։ Ուրեմն հարգելի քյարթեր, այս խցանումը ձեր պատճառով է տեղի ունեցել։ Ես շտապում եմ գիտական կոնֆերանսի։ Արա խոսում արա։ Արես խոսում ալ։ Որտեղ հավաքվել են աշխարհի բոլոր ֆիզիկոսներն ու քիմիկոսները։ Եվ որտեղ պետք է քննարկվեն Մարկովնիկովի եւ Զայցովի կանոնները։ Թողեք անցնեմ։ Լարի մոտիկ էլի։ Ինչա։ Իա։ Վեկալ ակուստրդ գնանս տեղ։ Գնա տեղդ վան։ Տես Այ։ ինչի պատճառով է այս խցանումը։ Արա ախպեր ես ժոգել եմ ինչի պատճառով ախպեր, սաղ ես հաստատոսի պատճառով այ ախպեր։ Արա ամեն մեկը գալի ապարիկով մաշնայ առնում ես երկրում դրա համար է տենց է քշի արա, քո պատճառով ուշանում ենք ախպեր, քշի արա։ Я, Гаг ջան։ Ցավը տա։ Привет, Ազիզ։ Ոնց ես։ Լավ դու։ Նորմալ է, նորմալ է։ Ախպեր ես ճանաչում եք իրեն։ Հարազատ ախպեր ես։ Կներ ես էլի ցավը տանում, տենց ուղակի բորբոք։ Դո ոչինչ այ ախպեր ես պրոբկեն ոչ հարազատա ճանաչում ոչ տանոթ։ Դե քշի արա, քշի արա, քշի արա, քո պատճառով ուշանում ենք արա։